Բարի եք եկել բոլորդ, ում չենք հասցրել շնորհավորել նոր տարվա կապակցությամբ, շնորհավոր նաև նոր տարի, Աստված օրհնի ձեզ, թող այս տարին բոլորիդ համար աստվածաճանաչողության և Աստծո հետ քայլելու տարի լինի, Աստծուն պաշտելու տարի թող լինի բոլորիդ համար։ Իմ սիրելի քույրեր, եղբայրներ, սկզբից ես մի փոքր պետք է ձեզ հետ միասին ձեզ առաջարկեմ ուրախանանք Սուրբ ծննդյան հրաշքի համար։ Սուրբ ծնունդը մեծ հրաշք է։ Ամեն։ Սուրբ ծննդյան օրերին մարդիկ այնքան շատ են ուրախ, որ մոռանում են ամենագլխավորի մասին, այդ ուրախության պատճառի մասին։ Մեր ուրախության պատճառը ինքը մեր Փրկիչն է, Հիսուս Քրիստոսը։ Ամեն։ Փառք Տիրոջը, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Ամեն, ամեն։ Բայց պիտի հիշենք, որ Հիսուս եկավ, որ իր ժողովրդին փրկի իրենց մեղքերից։ Եթե քեզ փրկել է քո մեղքերից, ուրեմն փառք տուր Տիրոջը, որ նա քեզ փրկել է քո մեղքերից։ Սուրբ ծնունդը զարմանալու, հիանալու ամենաիսկական առիթն է։ Մենք պիտի զգանք վայելքը այս իսկական ուրախության հրաշքի պատճառը հասկանալով։ Սուրբ ծնունդը տիեզերքի ամենամեծ հրաշքն է։ Ծնվեց նա, ով մինչ այդ կար։ Դե արի ու հասկացի, բայց սա իրականություն է։ Ծնվեց նա, ով արդեն կար։ Խելքով չփորձեք հասկանալ Աստծո գործերը, անհնարին է։ Ծնվեց Հիսուս։ Նոր չէր ծնվում, նա կար հավիտենական դարերից առաջ։ Նա էր ամեն բանի և ամեն մարդու արարիչը, և ամեն բան նրանով է կանգուն մնում։ Սուրբ ծնունդը ուրախության, զարմանքի և հիացմունքի տոն է։ Ամեն։ Մենք հիացած ենք, մենք զարմացած, մենք ուրախ ենք։ Միքիան մարգարեացել էր դարեր առաջ Հիսուսի ծնունդի հետ կապված և հետևյալն էր գրել։ Միքիա 5:2 Եվ դու ով Բեթլեհեմ, Եփրաթա, թեև Հուդայի հազարավորների մեջ փոքր ես, բայց քեզանից պիտի ելնի ինձ համար նա, որ Իսրայելի վրա իշխան պիտի լինի, ու նրա ելքը հնից հավիտենական օրերից է, հնից հավիտենական օրերից, ոչ թե այդ օրը, հավիտենական օրերից, ալելույա, փառք Տիրոջը, Հիսուս ծնվեց անհայտ, աշխարհին անհայտ, փոքր մի քաղաքում, գյուղաքաղաքում ավելի ճիշտ։ Մեր պատկերացմամբ քաղաքները, ինչպիսին որ կան, այն օրերին դրանք չէ, որ գրված է Աստվածաշնչի մեջ քաղաքներ։ Միգուցե ունեին 100 բնակիչ, միգուցե ունեին 50 բնակիչ, ես չգիտեմ, բայց ոչ ավելին։ Եվ ահա ծնվեց տիեզերքի թագավորը, տիեզերքի արարիչը, ծնվեց մի աննշան գոմում, մի աննշան գյուղում, և սա մեծագույն հրաշք է։ Պատկերացրեք հաջորդ օրը, որովհետև դա գիշեր էր, եթե Բեթլեհեմացիներին հարցնեին, ինչ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել այս գիշեր ձեզանում։ Ինչ եք կարծում, ինչ էին պատասխանելու։ Ոչինչ, ոչ մի կարևոր բան էլ տեղի չի ունեցել։ Պատկերացրեք, 5 տարի դրանից հետո հանկարծ հարցնեին Բեթլեհեմի բնակիչներին. ձեր քաղաքում նշանավոր մարդ ծնվել է, ինչ էր լինելու պատասխանը, չենք հիշում։ Անգամ, քանի որ դրանից հետո Հիսուսի ընտանիքը տեղափոխվեց Նազարեթ, գոնե դրանից 30 տարի հետո մի օր կամ մի շաբաթ իր հայտնվելուց առաջ, եթե հարցնեին նազարեթցիներից մեկին, ձեր գյուղում կարևոր մարդ կա, ինչ էին պատասխանելու։
Չգիտենք։ Բայց տիեզերքի արարիչներ նրանց մեջ ապրում, նրանց կողքին ապրում, սա է ծննդյան մեծագույն հրաշքը։ Անկամ երբ որ Հիսուսն սկսեց գործել, հրաշքներ էր անում, իր գյուղացիները, նազարեցիներն ասում էին, չէ որ սա Հովսեփի հույսնի տղան է, իր քրոջը, իր քույրերին եւ եղբայրներին ճանաչում ենք։ Ինչ նշանավոր։ Եվ այստեղ թույլ տվեք մի զուգահեռ 1869-ին հայոց այգիներն ինչ պտուղ տվին, հայոց արտերում ինչ բերք էր հասել, դժվար է ասել, սակայն այդ թվին Հայաստանի արգանդը եղավ սրբորեն բեղուն, մի մանուկ ծնվեց Լոռվա դսեղում, միևնույն թվին Լոռուց շատ հեռու Անատոլիայի խավար խորքերում մեկ ուրիշ մանուկ լույս աշխարհ եկավ։ Եթե մի օր հետո կամ հենց այդ օրը հարցնեին Լոռվա դսեղում ինչ է տեղի ունեցել, Թադևոս, Տեր Թադևոսը տղա է ունեցել։ Խաչիկի կինը տղա է բերել, վեր գնանք հաշկալուսանքի։ Բայց ծնվել էր Հայաստանի հանճարը, կամ Օսմանյան կայսրության մեջ, խոր Անատոլիայում, հենց այդ նույն թվին, 1869-ին, երբ որ ծնվեց Կոմիտասը, հայրը կոշկակար էր ընդամենը, կոշկակարի տղան ինչ պիտի դառնար, իհարկե կոշկակար, բայց բոլորովին այդպես կարողա չլինի, հասկանում եք, դուք, եթե ես շատ եմ սիրում կենսագրություններ կարդալ, ես շատ զարմացա, որ Ամերիկայի 16-րդ նախագահն ծնվել է մի փոքրիկ սենյակում, որտեղ լուսամուտ անգամ չի եղել, Աբրահամ Լինքոլնը, լուսամուտ չի եղել, նրան չեն կարողացել դպրոց տալ, ինքը դպրոց չի գնացել, երբ որ մեծացել է, կարդալ ինքնուրույն է սովորել և որևէ համալսարան չի սովորել, բայց ինքնուց սովորել, կարդացել է և դարձել է նշանավոր փաստաբան, հետո դրանից հետո այդ նշանավոր փաստաբանը որևէ ուսումնական հաստատություն չսովորած, այլ ուղղակի ինքը գրքերը վերցրել, կարդացել է ու դարձել է որակով, շատ որակով հայտնի փաստաբան, դրանից հետո նաև սենատում է եղել և հետո դարձել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ։ Այդ օրը, որ ծնվեց այդ խավար սենյակում Լինքոլնը, Աբրահամը, որևէ մեկին եթե հարցնեին, այս գյուղում, ես չգիտեմ, այդ գյուղը անունը չգիտեմ, բայց որտեղ որ ծնվել է, հարցնեին այդ կողքի ժողովրդին, ինչ է տեղի ունեցել, պետք է ասեին, են աղքատ, այսինչի տանը տղա է ծնվել։ Մոտավորապես այսպիսի մի բան տեղի ունեցավ։ Աշխարհի և մարդկության և ստեղծագործության ճակատագիրը վճռվում էր փոքր աննշան մի գյուղի անասնագոմում, դարերից և իմաստուններից ծածկված խորհուրդ էր հայտնվել մի աննշան գյուղում։ Հիսուս չեկավ որպես թագավորական ընտանիքի ժառանգ, այլ եկավ աղքատ մի ընտանիքից։ Փառք Տիրոջը սրա համար։ Պողոսը Տիմոթեոսին գրում է, առաջի Տիմոթեոս 3:16-ում, և հայտնապես մեծ է աստվածպաշտության խորհուրդը, Աստված հայտնվեց մարմնում, արդարացավ հոգով, երևաց հրեշտակներին, քարոզվեց հեթանոսներին, հավատով ընդունվեց աշխարհում և վերացավ փառքով։ Աստված հայտնվեց մարմնում։ Նորածինը նոր պիտի չմեծանար ու դառնար Աստված, նա ծնվելուց հավիտենական դարերից առաջ նա Աստված էր և դարերը ստեղծել էր ինքը, տիեզերքը ստեղծել էր ինքը։ Դե մի զարմացի, դե մի հիացի և մի ուրախացի, թե Աստված ինչ կարող է անի, որ փրկի իր ժողովրդին, իրենց մեղքերից։ Գոհություն Աստծո։
Աստված եկել էր մարդկային մարմնում, աղքատ մի ընտանիքում, ծնվել էր մանկան տեսքով, փաթաթվել էր լաթերի մեջ եւ պառկած էր գոմի մսուրում։ Եվ ուզում եմ իմանաք, որ այդ օրվան ամենաերկարը Աստված էր սպասել եւ Աստված էր ամենաերկարը պատրաստվել Սուրբ Ծննդին։ Գրված է, որ հավիտենական դարերից առաջ էր Աստված նախատեսել։ Այնուհետև Հիսուսի ծնվելուց մոտ 750-ից 800 տարի առաջ մարգարեն Եսայան մարգարեացավ, դրա համար Տերն ինքը նշան կտա ձեզ, ահա կույսը կհղյանա եւ որդի կծնի եւ նրա անունը Էմանուել կկոչվի։ Որովհետև 9:6-ում էլ գրված է, որովհետև մեզ համար մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց եւ իշխանությունը նրա ուսերի վրա կլինի եւ նրա անունը կկոչվի Սքանչելի, Խորհրդակից, Հզոր Աստված, Հավիտենության Հայր, Խաղաղության Իշխան։ Նորածին մանուկ այսքան տիտղոսներ չէր կարող ունենալ, եթե նա այդ տիտղոսներով չկար այս աշխարհ, որովհետեւ այստեղ Հավիտենության Հայր չկա եւ չի ծնվել, որովհետեւ մարդը հավիտենության հայր չի կարող լինել, որովհետև մարդը խաղաղության իշխան չի կարող լինել, նա այդ տիտղոսներով եկավ երկնքից եւ նաեւ մեր զարմանալը պիտի շարունակենք, որովհետև պիտի հասկանանք մի պարզ ճշմարտություն, այդ տիտղոսավորը եկավ, որ մեզ հետ լինի, որ մեր կողքին լինի, ալելույա։ Աստված տվեց իր ամենաթանկը, միակը, որ ուներ, Աստված առատաձեռն շռայլ Աստված է, Հիսուս փրկիչը ամեն մի հրաշքով, ամեն մի առակով ցուցադրում էր առատաձեռն Աստծուն, ցույց էր տալիս բարի, շռայլ, առատաձեռն Աստծուն, ճանաչեցնում էր մարդկանց, Հիսուս սովորեցնում էր, որ Աստված բարի է, սիրում է, տալ շռայլորեն մարդկանց եւ Հիսուս ինքը այդ շռայլության ապացույցն է։ Օրինակ Հիսուս սերմնացանի առակի մեջ ներկայացնում էր առատ, սերմող, սերմացու Աստծուն, որ ամեն տեղ սերմը ցանում էր։ Սերմ ցանողը դուրս եկավ եւ սերմը ցանեց, ամեն տեղ ընկավ, եւ ճանապարհի վրա, եւ ճանապարհի եզրին։ Լսեք, Աստծո խոսքը ցանեք ամեն տեղ, որովհետև Աստված իր սերմը ցանեց ամեն տեղ։ Ամեն։ Սա սերմնացանի առակն էր, ցանում էր ամեն տեղ եւ առատորեն։ Մի ուրիշ առակի մեջ թագավորն էր Աստված, որ ներեց իր պարտապանի անասելի մեջ 10,000 տաղանդ, որ այսօրվա փոխարժեքով միլիարդների է հասնում։ Հիսուս ներկայացնում էր Աստծուն, այն Աստծուն, որ այնպես սիրեց աշխարհը, մինչև իր միածին որդուն տվեց, որ ամեն նրան հավատացող չկորչի, այլ ունենա հավիտենական կյանք։ Հիսուսն իր պատմությունների, առակների, ավետարանների միջոցով այդ Աստծուն էր ներկայացնում։ Նա այն այգուտերն էր, ով վճարում էր իր այգու մշակներին անհամեմատ շատ, քան իրենց կատարած աշխատանքն արժեր։ Աստված, առատաձեռն, շռայլ Աստված է։ Նա այն հայրն է, որ իր ունեցվածքի կեսը տվեց իր ապստամբ եւ անառակ կրտսեր որդուն, ով վատնեց բոլորը, իսկ երբ վերադարձավ, նա շատ մեծ եւ շատ ճոխ եւ առատ խնջույք կազմակերպեց։ Հիսուս ներկայացում էր իր Աստծուն, բարի Աստծուն, որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, մինչև իր միածին որդուն տվեց։ Մենք հենց այդ տոնն ենք, ուրախության տոնն ենք նշում։ Այնուհետև նա այն հարուստ մարդն էր, որ իր աշխատողներին 3 ամսվա աշխատավարձ տվեց ու գնաց ճամփորդության։ Նա այգուտերն է, որ տվեց իր այգին վարձակալներին, նա թագավորն է, որ մեծ հարսանիք է անում, կանչում է բոլորին այդ հարսանիքին, այդ բոլորը շռայլ տվող, հարստացնող Աստծո խորհրդապատկերն է։ Ամեն։ Աստված բոլորին է կանչում հարսանիքի։ Ամեն։
Դրա համար հրավերի հերթը ինձ ու քեզ էլ հասավ, թե չէ, ինչպես Պողոսն է ասում, Աստված այս աշխարհի անտոհմներին, անուսներին, մի բան չեղողներին կանչեց, որ ամաչեցնի իմաստուններին, մի բան եղողներին։ Այն որ հրավիրվածները չեկան, իր ծառաներին ուղարկեց, գնացեք փողոցների, խաչմերուկների անկյունը եւ ում գտնեք բերեք, դրա համար էլ ես գտնվեցի ու այստեղ եղա։ Ամեն։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Քրիստոս ծնվեց եւ հայտնվեց մեզ եւ ձեզ մեծ ավետիս։ Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի։ Ալելույա։ Եթե Աստված այդքան շռայլ ու առատաձեռն չլիներ, ես փրկված չէի լինի, քո մասին էլ դու մտածի, ես քո փոխարեն չխոսեմ։ Ամեն, 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 փառք Տիրոջը։ Մտածեք, թե որ հարսանիքավորներին էր անհրաժեշտ մոտ 300 լիտր գինի, Հիսուսն ինքը, մի փոքրիկ գյուղում, մի փոքրիկ հարսանիքի ժամանակ, վերջացավ գինին, չհերիքեց, միգուցե մի շիշ, միգուցե 50 շիշ, Հիսուս 300 լիտր գինի, ջուրը գինի դարձրեց, որովհետև ինքը չի տալիս անհրաժեշտության չափով, ինքը տալիս է իր հարստության չափով, դրա համար Աստծո հետ բազար մի արեք, ալելույա, ալելույա, նա տալիս է անհաշիվ, ամեն, որովհետև ինքն առատաձեռն Աստված է, վկա իր որդուն, որ տվեց մեր փրկության համար, ալելույա, տեսեք, սոված 5000-ին այնքան առատ է կերակրում, Աստված Հիսուս Քրիստոսը, Աստծու որդին, որ ավելացածները կշտանալուց հետո կազմում են, հավաքում է 12 կողով լիքը, նայեք տեսեք նրա շռայլությանը, մյուս դեպքում 4000 մարդու մի քանի հացով, մի քանի փոքրիկ ձկներով կերակրում է եւ լիանալուց հետո հավաքում են մնացորդները 7 լիքը կողով, ալելույա, քո Աստվածը շռայլ, առատաձեռն, բարի, ողորմած Աստված է, ալելույա, ես իմ Աստծո մասին եմ խոսում, եթե այս նույն Աստվածն է քո Աստվածը, ուրախացի, այսօր ուրախության տոն է, ամեն, ամեն, փառք Տիրոջը, չենք կարող անգամ ավետարանի մեջ գրված բոլոր հրաշքները ու առատաձեռնությունները հիշել, էլ չխոսենք չգրվածների մասին, որովհետև Հովհաննեսը իր ավետարանի վերջում գրում է, եթե այդ ամեն ինչ որ տեղի ունեցավ գրվեր, այս աշխարհն անգամ չէր տեղավորվի այդ գրքերին, ալելույա, փառք Տիրոջը, ուրեմն նաև Պողոսը 2 Կորինթացիս 9-րդ գլխի 15 համարում հայտարարում է եւ շնորհակալություն Աստծուն նրա անպատմելի պարգևի համար, շնորհակալություն Աստծուն նրա անպատմելի պարգև Հիսուս Քրիստոսի համար, ալելույա, փառք Տիրոջը, ասենք շնորհակալություն Աստծուն նրա անպատմելի պարգևի համար, ամեն, 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 հիմա անցնենք բուն պատգամին, բա հիմա ինչ էր, հրաշքով ուրախանալու ժամ էր, Աստծո առատաձեռնության մասին խոսելու պահ էր, Մատթեոսի ավետարանի առաջի գլխի 23 համարում հրեշտակը ասաց Հովսեփին, ահա կույսը կհղյանա եւ որդի կծնի եւ նրա անունը Էմանուել կկոչեն, որ թարգմանվում է Աստված մեզ հետ, ամեն, հետո Այստեղից առաջ չեմ գնալու, էլ հետո չկա, սրա վրա ենք կանգ առնելու, ինչ ասա նշանակում, մենք գիտենք, որ Աստված է ստեղծել ամբողջ տիեզերքը, անհաշիվ գալակտիկաները, մենք հավատում ենք Աստծո անսահմանությանը եւ ամենակարողությանը, հավատում ենք, ամեն, եթե Աստված իրեն չհայտնի, մենք չենք կարող նրան ճանաչել, իհարկե, նաեւ իրեն սիրել չենք կարողանա,
Եթե ճշմարիտ Աստված գտնվում է մեզանից շատ հեռու, ասենք աստղերից այն կողմ, այդ դեպքում որքան է նա բարի, եթե մեզանից հեռու է այնքան, հատկապես այս շատ անհանգիստ օրերում, մենք կարիք ունենք, որ Աստված մեզ մոտ լինի, որ հասկանա մեր կասկածներն ու վախերը, մեր հույզերն ու հույսերը, նաև մեր դժվարություններն ու մեր ցավերը հասկանա։ Ամեն։ Մեր Աստվածը եկավ, որ լինի մեզ հետ։ Նրա անունը կլինի Էմանուել, որովհետև դա թարգմանվում է Աստված մեզ հետ։ Օրհնյալ լինի նրա անունը։ Եթե մենք վերհիշենք Սուրբ Ծննդյան պատմությունը, մեր փնտրածը, մեր կարիքը կգտնենք նրա շատ սիմվոլիկ անվան մեջ, Էմանուել անվան մեջ։ Այո, մենք ժամանակին իմաստուն ենք եղել, որ մեր եկեղեցու անունը Էմանուել ենք դրել, Աստված մեզ հետ, հերիք ա մեզ, Աստված մեզ հետ, հերիք ա մեզ, Աստված ավելին է, քան ինձ պետք է, Աստված ավելին է, քան որ ես հասկանում եմ, Աստված ավելին է, քան որ ես կարիք ունեմ, ալելույա, Աստված ինձ հետ է։ Նոր տարի է սկսվել, արդեն 6-րդ օրն է այս նոր տարվա, ես չգիտեմ, թե այս տարին ինչ կբերի, դու էլ չգիտես, թե այս տարին ինչ կբերի, որովհետև այս մենք ցանկանում ենք իրար, որ մենակ օրհնություն, մենակ առատություն լինի, բայց ուրիշ բան էլ է լինում ցանկանալու տարում, ասա հասկանում եմ, մենք ուզում ենք կորուստ չլինի, բայց կորուստ էլ է լինում ցանկանալու տարին, ցանկանում ենք, որ ապահով լինեք էս լինի, շատ լավ ես անում ցանկանում ես, բայց կա իրերի դասավորվածություն և դրանք տեղի են ունենում, ամեն, ամեն, ես չգիտեմ, թե ինչ կլինի այս տարի, բայց ես մի բան վստահ գիտեմ, Աստված ինձ հետ է, ես չգիտեմ ինչ կբերի կյանքը, բայց ես գիտեմ, նա ինձ հետ է, որովհետև նրա անունը Էմանուել է, որ թարգմանվում է Աստված մեզ հետ, ալելույա, ինչու է կարևոր այսքան այս անունը, կարևոր է իր նշանակության պատճառով, որ նշանակում է Աստված մեզ հետ է, հենց սրանում է իմաստը Սուրբ Ծննդի, մեր ուրախության իմաստը, պատճառը հենց սա է, ինչու եմ ուրախանում, որովհետև Աստված եկել է, որ իմ կողքը լինի, Աստված եկել է, որ իմ անելանելի իրավիճակից ինձ հանի, որովհետև հասկացեք մարդիկ մենք երբեմն հայտնվում ենք անելանելի իրավիճակի մեջ և դա հաճախ այն պատճառով չի լինում, որ մեր գրպանը դատարկ է, այլ որովհետև մեր կյանքում մարտահրավերներ են գալիս, որ մենք կորցնում ենք մեզ, կորցնում ենք մեր սթափությունը, չեք հասկանում ինչի մասին է խոսքը։ Այդ պահերին մենք հասկանում ենք, որ մեզ ոչ գումարը, ոչ չգիտեմ քերին, որևէ մեկը չի կարող օգնել, դրա համար վերև ենք նայում, երբ նայում ենք վերև այնտեղից օգնություն սպասելով, բայց վերև նայել էլ պետք չի, կողքը նայել է պետք, նա մեր կողքն է, նա մեզ հետ է, ամեն, օրհնյալ լինի նրա անունը, սա է մեր ուրախության պատճառը, թե չէ ոմանք կարող են ասել, դուք ձեր ինչի վրա եք ուրախանում, ասեմ քեզ, հարցիդ պատասխանեմ, քո պատկերացմամբ ինչի վրա են ուրախանում, բա տուն եմ առել, մեքենա եմ առել, չգիտեմ, և դրա համար դու շատ ես ուրախանում, տուն կարող ես առնել, բայց այդ տան մեջ երջանիկ կարող ես ապրել արդյոք, մեքենա կարող ես ունենալ, բայց կարող ես անփորձանք քշել արդյոք, ես վատ բան չեմ գշում, ես ասում եմ իրականությունը, այո, Աստված մեզ հետ է, դրա համար էր Սաղմոս 2-ն ասում, Տերն իմ լույսն ու փրկությունն է, ես ումից պիտի վախենամ, Տերն իմ կյանքի զորությունն է, ես ումից պիտի սարսափեմ, ալելույա, Աստված ինձ հետ է, ես ոչինչից չեմ վախենում, որովհետև այնպես չի, որ մենք որևէ դժվարություն չենք ունենում, մենք դժվարություններ ունենում ենք, Պողոսը Աթենացիներին, հեթանոսներին ասում էր,
Նա Աստված հեռու չէ մեզանից յուրաքանչյուրից, նրանով ապրում եւ շարժվում եւ կանք, որովհետեւ նրա սերունդն են։ Գործք առաքելոց 17-րդ գլուխ 28 խոսքը։ Նրա սերունդն ենք։ Նա եկավ իր սերնդի մոտ եւ չամաչեց մեզ եղբայրներ կոչել, չամաչեց։ Պատկերացնում եք, Աստված Հիսուսը ինձ եւ քեզ եղբայր անվանեց։ Օրհնյալ լինի նրա անունը։ Մեզ պետք է Աստված, որ մեզ հետ է, որ մեզանից հեռու չէ։ Հիսուս ծնվեց, որ մեզ հետ լինի, որ մեզանից հեռու չլինի, որ մեր կյանքով ապրի, մեր պես սովի։ Հիշում եք, նա 40 օր ծոմ պահելուց հետո սովեց։ Նա գիտեր ինչ է սովը։ Հետո երբ որ Սամարիայի միջով պիտի անցներ, ծարավեց, մի ջրհորի մոտ նստեց եւ մի կնոջ, այն էլ ոչ շատ բարոյական, ջուր ուզեց, որ խմի։ Ալելույա։ Նա մեր պես ապրեց մարմնի մեջ, որպեսզի իմանա, ոչ թե ինքը չգիտեր, այլ որ մենք իմանանք, ինքը ծանոթ է մեր կյանքին, ծանոթ է մեր դժվարություններին, ծանոթ է մեր հուսահատություններին։ Նա լաց եղավ, երբ որ կանգնած էր իր բարեկամ Ղազարոսի գերեզմանի մոտ, իսկ նա մեռած էր, տրտմեց ու լացեց, որ մենք իմանանք, որ ինքը գիտի հարազատի կորուստն ինչ է, այն աստիճան, որ արտասվեց։ Նա եկել էր, որ մեզ հետ լիներ, եւ սա մեր ուրախությունն է։ Հաճախ, դարեր շարունակ, մարդիկ Աստծուն պատկերացրել են հեռու, Աստծուն պատկերացրել են ինչ որ սրբապատկերի տեսքով։ Աստված մեզանից հեռու չէ, հայտարարում է իմ ավետարանը։ Նա մեր բոլորին մոտ է, նա իմ կողքին է։ Շատ հրաշալի կերպով էր այստեղից ներկայացվում, թե նա մեր կողքին է, մեզ հետ է։ Սա սուրբ ծննդյան մեծագույն իմաստն ու նշանակությունն է։ Այո, մենք ուրախանում ենք, զարդեր, նկարներ, չգիտեմ, ոտանավորներ, ուրիշ շատ բաներ, ինչ որ անում ենք, այսքան ենք կարողանում։ Բայց առաջից սուրբ ծնունդը շատ անշուք էր, ոչ այսպիսի զարդեր կար, ոչ տոնածառ կար, ոչ խաղալիք կար, ոչ առատ սեղան կար, կար գոմ, կար գոմահոտ և կար մսուր։ Ահա սուրբ ծննդյան զարմանքը, հրաշքը։ Իմ սիրելի քույրեր, եղբայրներ, ես ուզում եմ, որ մենք զգանք սուրբ ծննդի իրական էությունը, հասկանանք սա։ Աստված իր որդուն ուղարկեց, որ մեզ հետ լինի։ Այո, մեզ պետք է Աստված, որ մեզ հետ է, որ հասանելի է մեզ, ով գիտի և հասկանում է մեր իրավիճակը։ Մենք կարիք ունենք Աստծո, ով մեզ հետ է, ով հասկանում է, թե ինչ է այս երկրի վրա ապրելը, ով հասկանում է մեր ցավն ու տառապանքը, ով մեր կողքին է, այս բաղձալի Աստծուն մենք գտնում ենք Հիսուս Քրիստոսի մեջ։ Ամեն։ Հիսուսն եկավ, որ ասեր. Ես եմ աշխարհի լույսը, եթե մեկը իմ հետևից գա, խավարի մեջ չի քայլի, այլ կյանքի լույսը կընդունի։ Հիսուսն եկավ, որ ասի. Ես եկա, որ կորածին փնտրեմ ու փրկեմ, կորած մարդիկ, Հիսուսն եկել է ձեզ փրկելու համար։ Եվ եթե մեկը կա այս դահլիճում, որ դեռ փրկված չի, այսօր քո փրկության օրն է։ Մենք վերջում քեզ կհրավիրենք միասին աղոթք անելու։ Եբրայեցիս 2-րդ գլխի 10-18 համարներում գրված է, որովհետև վայել է նրան, Հիսուսին, որ ամեն բան և որով է ամեն բան, շատ որդիներ փառքի մեջ մտցնելիս, նրանց փրկության առաջնորդին չարչարանքով կատարյալ անի, որովհետև թե սրբվողը և սրբվողները բոլորը մեկից են։ Այդ պատճառով նա ամոթ չի համարում նրանց,
եղբայրներ կոչել, ասելով, քո անունը կհայտնեմ իմ եղբայրներին, նա եկա, որ Հայր Աստծո անունը հայտնի իր եղբայրներին, այսինքն ինձ, ես որ իրավունք ունեմ և խոսում եմ նրա մասին, որովհետև նրա եղբայրն եմ, ալելույա, և ինձ հայտնել է Տերը, նաև քեզ, նաև մեզ, նաև բոլորին, բոլոր հավատացողին, և դարձյալ, ես հույսս նրա վրա կդնեմ, ահա ես և զավակները, որոնց Աստված ինձ տվեց, արդ որովհետև զավակները հաղորդակից եղան արյանն ու մարմնին, ինքն էլ հենց այդ նույն կերպով հաղորդակից եղավ նրանց, որ իր մահով խափանի մահվան իշխանություն ունեցողին, այսինքն սատանային, և ազատի նրանց, որ մահվան վախով իրենց ամբողջ կյանքը գերի էին, արդար և հրեշտակների նմանությունը չվերցրեց իր վրա, այլ Աբրահամի սերունդի, դրա համար պետք է, որ նա ամբողջովին եղբայրներին նմանվեր, որովհետև իր եղբայրները ծնվել էին կնոջից, որովհետև իր եղբայրները սովել էին ու ծարավել, որովհետև իր եղբայրները անհույս իրավիճակների մեջ տխրության և լացի պահեր էին ունեցել, ինքը պիտի նմանվեր, որ լիներ ողորմած և հավատարիմ քահանայապետ Աստծո կողմից, որպեսզի ժողովրդի մեղքերը քավեր, որովհետև ինքը, որ չարչարվեց ու փորձվեց, կարող է օգնել փորձվողներին, կարող է։ Քո տառապանքը երբեք Հիսուսի տառապանքից շատ չի լինի։ Քո կրածը նրա կրած խաչից շատ ծանր չի լինի։ Էնպես որ ինքը հասկանում է քեզ և ինքը կօգնի քեզ, երբ որ դու նեղության մեջ լինես։ Եվ մի ուրիշ տեղ 4-րդ գլուխ Եբրայեցիս 14-15 խոսքերը, արդ որովհետև մեծ քահանայապետ ունենք երկինքներով Աստված, Աստծո որդին Հիսուսին պինդ բռնենք դավանությունը, որովհետև ոչ թե այնպիսի քահանայապետ ունենք, որ չի կարող մեր տկարություններին կարեկից լինել, այլ մի այնպիսին, որ ամեն բանում, որով մենք փորձվում ենք, ինքն էլ է փորձվել, բայց առանց մեղքի։ Ալելույա։ Երբեք չասես, դե իրավիճակն այնպիսին էր, որ չէի կարող այս բանը չանել, կարող էիր, որովհետև Հիսուսը բոլոր իրավիճակների մեջ ապրեց և մեղք չգործեց։ Ամեն։ Բա գիտեք երկիրը, գիտեք սենց է կարգը, մի ժամանակ էլ ասում էին, դե հիմա փառք ասու, վերևից ներքև ասում են մի արեք, ում բռնեցինք կդատենք, բայց այն ժամանակին չէ, դե կարգը սենց է, էլի, դե պիտի 10 օր կարողանաս աշխատես, էլի։ Եվ այլ, հնարավոր է, որովհետև Հիսուսն ապրեց և մեղք չգործեց։ Ամեն։ Փառք Տիրոջը, ամբողջ Աստվածաշնչի մեջ միայն 3 տեղ կա այս անունը գրված, մեկը Եսայա 7:14-ն է, մյուսը Եսայա 8:8 և երրորդը հենց այն հատվածը, որ մենք կարդացինք, Էմանուել, ահա կույսը կհղիանա, որդի կծնի, նրա անունը Էմանուել կկոչեն, որ թարգմանվում է Աստված մեզ հետ։ Այո, նա մեզ հետ է։ Մատթեոսի ավետարանում հիշատակն է Հովսեփի լսած խոսքերի։ Արդյոք մենք մինչև վերջ ընկալել ենք կամ ընկալում ենք այս անվան ամբողջ նշանակությունը։ Լսեք, հավատացնում եմ ձեզ, երբեմն մենք այնպես ենք մեզ սպառում, կարծես թե Աստված ոչ թե մեր կողքը չի, այլ ընդհանրապես կա թե չկա։ Ես երբ որ մի մարդու, որ նախկինում լուրջ հավատացյալ էր, իր հետ զրուցեցի, որ չգիտեմ, դե գիտեք, մարդիկ երբեմն անկումներ, վեր ու վարեր ունենում են, երբ որ հետո արդեն որոշակի ժամանակից հետո սթափվել էր, ասավ, այն ժամանակ, որ Տիրոջից հեռու էի, ես անգամ կասկածում էի, Աստված կա թե չկա։ Լսեք, Աստված ոչ միայն կա, այլ թագավորում է, Աստված ոչ միայն թագավորում է գահի վրա, հոր աջ կողմում, այլ Աստված մեզ հետ է, որովհետև նրա անունը Աստված մեզ հետ է։ Ամեն։ Աստված քեզ հետ է։ Եվ սա քո առավելությունը չի, քո սրբությունը չի, քո վաստակը չի, ոչ էլ իմ, ոչ էլ մեր, ոչ էլ որևէ մեկի։ Նա ուղղակի եկել է, որ դու իմանաս, ինքը էստեղ է, ինքը քո կողքում է։ Կանչիր նրա անունը, ո՞նց է պատահում, որ հանկարծ մի բան է լինում, ծնկի ենք արած, ասում ենք, Տեր օգնի ու պատահել է ու անմիջապես պատասխանը լսում եք։
Բա որ ինքը շատ հեռու էր աստղերից են կողմ, ձայնի արագությունն ինչքան է, օրինակ 1 միլիարդ կիլոմետրը այդ քո ձայնը քանի հազար տարում պետք է գնար, որ Տերը լսեր ու այնտեղից էլ քեզ պատասխան տար։ Անխետ մի բան եմ ասում, չէ՞։ Բայց դուք հասկանում եք, նա մոտ է, նա հեռու չի։ Ամեն։ Նա մոտ է։ Այսօրվա պատգամից թող սա լինի քո բաժինը։ Նա ինձ հետ է։ Ես դա չեմ զգում, բայց նա ինձ հետ է։ Ես հավատում եմ, որ նա ինձ հետ է։ Ամեն։ Աստված ինձ չի ստեղծել ու այս անծայրածիր տիեզերքում մոռացել իմ մասին։ Ես էլ որպես ուղեծրից դուրս եկած արբանյակ պտտվում եմ ու չգիտեմ թե ինչու եմ պտտվում։ Աստված ինձ ստեղծել է հատուկ նպատակի համար։ Ես մոռացել էի այդ նպատակի մասին, Աստված իր որդուն ուղարկեց, որ ինձ ասի, թե որն է իմ նպատակը։ Այո, դրա համար ես սկզբում ասում էի, ուզում ես պատվես Տիրոջը։ Հիսուսն եկել է, որ ցույց տա, թե ինչպես են պատվում Տիրոջը։ Հիսուսն ասում էր, եթե դուք իմ խոսքը պահեք, Հայրը կպատվի ձեզ։ Ամեն։ Ուզում եք, որ Աստծու կողմից պատվի արժանանաք նրա խոսքը պահեք, ուրիշ բան չի ուզում։ Պահեք նրա խոսքը եւ Հայրը ձեզ կպատվի։ Ով կպատվի։ Մեկը հանկարծ նախագահի կողմից մի ինչ որ, չգիտեմ, բան է ստանում։ Տիեզերքի արարիչը իրա խոսքը պահողին պատվում է։ Ուզում եք պատվեք Տիրոջ կողմից, պահեք նրա խոսքը, իսկ նրա խոսքը պահելը դժվար բան չի։ Ահա նրա խոսքը, օրհնյալ լինի նրա անունը։ Հալելույա։ Աստված մեզ հետ է, նա կարեկից է մեր հոգսերին, նա օգնում է մեզ առօրյա խնդիրների մեջ, նա գիտի ինչ է դա, նա ապրել է մեր նման, փորձվել է ամեն բանի մեջ, ամեն տեղ, ամեն ժամանակ եւ ամեն իրավիճակում։ Ամեն։ Որովհետեւ նրա անունն Էմանուել է։ Այսօր անունը շատ մեծ նշանակություն չունի, չգիտեմ, ամեն մեկը մի անուն դնում է, հարցնում ես անունն ինչ է նշանակում, ասում է չգիտեմ։ Նախկինում անունները նշանակություն են ունեցել, երբ որ կարդում ես Աստվածաշունչը, հատկապես Ծննդոց գիրքը, անունը սա Ռուբեն դրեց, որովհետև ասավ, սա իմ ուժն ու զորությունն է, այն մեկի անունը ես դրեց, որովհետև էս է նշանակում։ Երբ որ Նոյը ծնվեց, Նոյի ծնողները անունը Նոյ դրեցին, ասեցին, հիմա սա մեզ կհանգստացնի, հանգստություն կբերի, քո փրկչի անունը պատահական չի, նա եկել է, որ քեզ հետ լինի։ Ամեն, ամեն։ Եվ գիտեք, ես զարմանում եմ, որ այս հրաշալի նպատակը, նշանակությունը թողած, կարծում են մարդիկ, թե եկեղեցին նրա համար է, որ հանկարծ ոտքս ցավա, աղոտ կանեմ, ոտքս բժշկվի։ Դա էլ ենք անում, դա էլ է տեղի ունենում, բայց դա հետևանք է, ոչ թե գլխավորը։ Պատկերացրա գլխավորը ես թողեմ ու սկսեմ մտածեք, հանկարծ ոտը ցավում է, չգիտեմ ինչ արա, 3 քայլ արա, 7 քայլ արա, պահի նրա խոսքը, նա քո կողքն է։ Հիսուսն ասում էր. խնդրեցեք երկնքի արքայությունը եւ նրա արդարությունը, մնացածը ձեզ կտրվի, որովհետեւ ձեր Հայրը գիտի, թե ինչի կարիք ունեք դուք։ Ամեն։ Քո Հայրը գիտի։ Հիսուս գիտի, քո կողքին է։ Ինքը քեզանից հեռու չի։ Ամեն։ Օրհնյալ լինի նրա անունը։ Ես ուզում եի հենց այսպես մենք ուրախանանք Սուրբ Ծննդյան առիթով։ Այո, այն ինչ որ ուրախալի բաներ կար, ով չի ուրախանում, երբ որ երեխաները իրենց պատանեկության, մանկության մեջ օրհնում են Աստծուն։ Միթե մենք չենք ուրախանում։ Ով չի ուրախացել իր երեխայի առաջի թլոշ մլոշ ասած, վայ, լսեցին ինչ ասավ, ասավ պապա։ Մենք էլ ենք ուրախանում, Աստված էլ է ուրախանում իր զավակների, թեկուզ թոթովախոս եմ, Տեր ես քեզ սիրում եմ, ասեք, մի ամաչեք, մի ասեք, բա Տերը չի ասի, բա որ սիրում էր, ինչի ենի արեցիր, Տերը քո նման չի, Տերն Աստված է,
քո նման ժլատ չի նառատաձեռն է, նմանվեք նրան առատաձեռնությամբ, Տերը քո նման բարկած կոտ չի, եւ եթե հանկարծ բարկանում է, շուտ բարկությունը մոռանում է եւ գալիս է երկայնամտության անհաշիվ ժամանակները։ Եթե պատժում է մեկին մինչև երրորդ սերունդը, եթե օրհնում է մեկին մինչև 1000 սերունդը։ Ալելույա։ Սիրելիներ, եթե անգամ այն վիճակում եք, որ չգիտեք, թե էլ ինչ եք ասելու, ինչ եք անելու, դիմեք նրան, խոսեք նրա հետ։ Եթե անգամ քեզ կթվա, որ դու քեզ հետ ես խոսում, բայց քեզ հետ չես խոսում, նա քո կողքն է, նա քո մոտ է, նա քեզ հետ է, խոսեք նրա հետ, խոսեք նրա հետ։ Այո, մենք նաև աղոթքը երբեմն դարձրել ենք կաղապար, աղոթքն են չի, որ պարտադիր, այո, նաև սա է, որ մենք ծնկի ենք գալիս, աղոթք ենք անում, սա շատ նորմալ բան է, ես սրան դեմ չեմ, ես էլ եմ այսպես աղոթք անում, բայց երբեմն դու ճաշ ես եփում ու Աստծու հետ զրուցում ես, հիշեցիր քո ցավը, վատ լուր լսեցիր, մեկը հիվանդ է, քո գործն ես անում աշխատանքի տեղ ու խոսում ես Աստծու հետ, նա լսում է, որովհետև նա քո կողքին է։ Ամեն, օրհնյալ լինի նրա անունը։ Նա քեզ չի թողել եւ չի թողելու երբեք։ Եբրայեցիս 13:5 այսպես է հնչում. Վարքն առանց արծաթասիրության լինի։ Բավարարվեք ունեցածով, որովհետև ինքն ասաց. չեմ թողի քեզ եւ չեմ լքի քեզ։ Դուք չեք հավատում սրան։ Ասել է չեմ թողի քեզ։ Ով ես դու, հենց թերահավատ քեզ եմ ասում։ Չեմ թողի քեզ, դիեզերքի արարիչն ասում է Ռուբիկ քեզ չեմ թողի, դու լավը չես, բայց ես քեզ չեմ թողի, իմն ես։ Մենք մեր վատ երեխաներին չենք թողում, մենք մեր վատ երեխաներին չգիտեմ չենք սպանում, ամեն ինչ անում ենք, որ նրանք ավելի լավը լինեն, ամեն։ Եթե ես վատն եմ, նրա վատ երեխան եմ, քո գործը չի դա։ Եթե դու վատն ես, նրա վատ աղջիկն ես, իմ գործը չի սա։ Ամեն։ Ինքը քեզ սիրում է, ով ինչ ասի չհավատաս, որովհետև նա սիրող Աստված է, որովհետև Աստված ամեն բան անում է, որպեսզի աքսորված չմնա, անգամ հին ուխտում այս մասին գրված, այն ինչ որ մեջ բերեցի հին ուխտից է։ Աստված հոգ անում, որ աքսորվածը իրենից աքսորված չմնա։ Դրա համար էր Հիսուսն ասում, մարդի որդին եկա, որ կորածը փնտրի եւ փրկի։ Եթե նա չփնտրեր, ես երբեք չէի գտնվի։ Դու էլ։ Ամեն, նա մեզ փնտրեց եւ հաճախ մեզ գտավ շատ վատ տեղ։ Շատ վատ տեղում էինք մենք, որ եկավ ու մեզ ընդեղից գտավ։ Ամեն, ով է հասկանում։ Ես շատ լավ եմ հասկանում։ Ամեն, օրհնյալ լինի նրա անունը։ Նա եթե այդքան սիրող չլիներ, այսքան բարի ու ողորմած չլիներ, ինձ չէր գտնի։ Նաև քեզ չէր գտնի, որևէ մեկից չէր գտնի։ Նա մեզ հետ է, թե մեր ուրախության ժամանակ, թե մեր վշտի մեջ։ Նա մեզ հետ է, բայց մեր նեղությունները չեն վերանում։ Եվ սա քրիստոնեական կյանքի պարադոքսներից մեկն է։ Մենք պիտի ունենանք նեղություններ, փորձություններ, մենք դրանց միջով պիտի անցնենք, բայց նա մեզ հետ է։ Աշխարհի մեջ նեղություններ կունենաք, սա Ռուբիկը չի գրել, այլ տիեզերքի արարիչ Հիսուս Քրիստոսն է ասել։ Բայց օրհնյալ լինի այս բայցը, քաջասիրտ եղեք, ես հաղթել եմ աշխարհին եւ ես ձեզ հետ եմ, մի վախեցեք։ Ամեն։ Շատերը մտածում են, որ քրիստոնյա դառնալով մեր բոլոր խնդիրները լուծվում են։ Երբեք Քրիստոսին քարոզելով, բարի լուրը քարոզելով այսպես չքարոզեք։ Արի մեր եկեղեցի քո հոգսերից կազատվես։ Դա սուտ է։ Արի մեր եկեղեցի ճանաչի Հիսուսին եւ Հիսուսը կփրկի քեզ։ Սա է ճիշտը։ Որովհետեւ այո, քրիստոնյա դառնալով մեր բոլոր խնդիրները չեն լուծվում։
այլ նորերն են ավելանում։ Ով է հասկանում ինչի մասին եմ խոսում։ Արդեն դու պիտի ամեն օր քրիստոնյա մնաս։ Արդեն ամեն օր դու պիտի երբեմն ծաղրի, երբեմն, չգիտեմ, արհամարանքի, երբեմն վիրավորանքի, երբեմն զրկանքի պիտի համբերես։ Ով է հասկանում։ Ամեն։ Բայց խոստում ունենք, խոստում, հիմա կհասնեմ նրան։ Այո, այսպիսին է այս երկրի վրա իրական իրերի դասավորությունը, քրիստոնյաները չեն տրտմում իրենց դժվարությունների մեջ, ինչու։ Բոլորս են կորցնում, մի օր էլ մեզ են կորցնելու մեր հարազատները, բայց Աստված մեզ հետ է, մեր բոլոր իրավիճակների մեջ։ Եսայայի միջոցով Տերը հայտարարում էր, երբ որ ջրերով նանցնես, ես քեզ հետ կլինեմ, ու երբ գետերով նանցնես, քեզ չեմ ողողի, երբ կրակի միջով քայլես, չես այրվի, և բոցերը քեզ չի բռնկի, որովհետև ես քեզ հետ եմ։ Ամեն։ Ես չգիտեմ դու ինչի միջով ես անցնում, մենք բոլորս անցնում ենք, ոչ մեկդ հերոսի, սուպերմենի կերպարանք չընդունեք։ Ձեր լացի և հպարտանալու արանքը երբեմն մի բարակ գիծը, եմ որ ասում են, ես մեռնում էի, հավատացի, բժշկվեցի, դու լացում էիր ու գիտեիր, որ մեռնելու ես, հանկարծ Աստված հրաշքարեց, ամեն, դու կարող էիր նաև մեռնել, բայց ապրեցիր, Աստված հրաշքարեց, քո հավատքը թողեն կողմ, որովհետև շատ հաճախ Աստված մեր հավատքի շնորհիվ մեզ չի բժշկում, այլ իր ողորմության, իր սիրո ու շնորհքի պատճառով, հալելույա։ Էնպես որ նորից կրկնեմ, թե ինչի միջով ես դու անցնում, ես չգիտեմ, վստահ եղի, որ բոլորն անցնում են։ Այն հայտնի Աշուղի երգը, դարդս պատմեմ կուլան սարեր։ Ինչ ես խոսում, բա որ նա պատմի, դու ինչ կանես։ Բոլորս անցնում ենք մեր ճանապարհը, անցեք պատվով, անցեք Հիսուսի հետ, անցեք համարձակ, այո, ես չգիտեմ այս տարին ինչ կբերի, բայց գիտեմ մի լավ նորություն, որ ինձ ուրախացնում է, նա ինձ հետ է, դիեզերքի արարիչը, ամեն բան կարեցողը ինձ հետ է, նա չի լինի իրավիճակ, որ ասի, ես այստեղ բան չեմ կարող անել, քանիսին են բժիշկներն ասել, այստեղ մենք անզոր ենք, Հիսուսն այդպիսի խոսք չունի, այն ինչ որ հնարավոր չի մարդին, ասում է Հիսուս, հնարավոր է Աստծուն, ամեն, ամեն, նա երբեք քեզ մենակ չի թողի քո ցավի մեջ, երբեք քո կորուստի մեջ քեզ մենակ չի թողի, այո, կյանքում ամեն ինչ պատահում է, կյանքն այնպիսին է, ինչպիսին է, և այսպիսին է լինելու, մինչև Տեր Հիսուս կգա և իր թագավորությունը կհաստատի այս երկրի վրա 1000 տարի, դրանից հետո էլ սուրբերի հետ նոր երկնքում և նոր երկրում հավիտյանս հավիտենից փառքի մեջ, ամեն, Հիսուս պիտի գա, որ այս երկրի վրա հաստատի, թե ինչ է իսկական, ցույց տա, թե ինչ է նշանակում լինել իսկական թագավոր, իսկական թագավորը իր թագավորության մեջ մեկ սովածի համար ամաչում է և նրան կերակրում, որ սոված չլինի։ Հիսուս երկրի վրա ցույց պիտի տա, ինչպես են արդար թագավորները թագավորում, ոչ թե իրավունքի ուժով, չգիտեմ, այլ սիրո ուժով, այլ ողորմածության ուժով, այլ օգնության ուժով։ Հիսուսն եկա, որ մեզ հետ լինի, մեր մեջ բնակվի։ Ամեն, փառք Տիրոջը։ Հիսուսն իր համբարձվելուց առաջ իր աշակերտներին ասաց. Եթե ինձ սիրում եք, իմ պատվիրանները կպահեք, ես էլ հորը կաղաչեմ և ուրիշ մխիթարիչ կտա ձեզ, որ հավիտյան ձեզ հետ լինի, ճշմարտության հոգին, որին աշխարհը չի կարող ընդունել, որովհետև նրան չի տեսնում և չի էլ ճանաչում է, բայց դուք ճանաչում եք նրան, որովհետև ձեզ մոտ է մնում և ձեր մեջ կլինի, ձեզ որբ չեմ թողի, կգամ ձեզ մոտ։
Ինչի մասին էր խոսում։ Սուրբ Հոգու մասին։ Սուրբ Հոգի մեզ հետ է։ Ամեն։ Աստված Սուրբ Հոգին տվեց, որ մեր մեջ բնակվի եւ մեզ հետ լինի։ Նա մեր մխիթարիչն է։ Այնպես ինչպես Հիսուս երկրի վրա եղած օրերում էր մխիթարում, Սուրբ Հոգին մխիթարիչը այսօր մեզ հետ է, որ մխիթարի մեզ։ Բարեկամացեք։ 16-րդ գլխի 6-7 խոսքերում գրված է. «Այլ քանի որ այս բաները խոսեցի, ձեր սրտերը տրտմեցին, բայց ես ճշմարտությունն եմ ասում ձեզ։ Լավ է ձեզ համար, որ ես գնամ, որովհետև եթե չգնամ, մխիթարիչը չի գա ձեզ մոտ։ Իսկ եթե գնամ, նրան կուղարկեմ ձեզ մոտ։ Ձեզ որբ չեմ թողի»։ Ալելույա։ Ես որբ չեմ։ Ես որբ չեմ։ Ռուբիկ եղբայր, եկել եմ մեռնելու ժամանակ ասում ես որբ չեմ, հիմա էլ ինչ նշանակություն ունի։ Լսեք, մեծագույն որբությունն առանց Աստված լինելն է։ Եթե առանց Աստված ես, ուրեմն որբ ես, որբից էլ որբ, որբերի որբ։ Պողոս առաքյալը Եփեսացիների թղթում գրում է. այն ժամանակ, որ հեթանոսներ էիք, առանց հույսի էիք, առանց Աստծու էիք եւ առանց Քրիստոսի էիք։ Մինչև Քրիստոսին ճանաչելը հույս չես ունեցել իսկական Աստված չես ունեցել եւ իսկական Քրիստոս չես ունեցել, բայց հավատացիր Քրիստոսին, լավ արեցիր, ունեցար հույս, որովհետեւ մեր Աստծո անունը հույսի Աստված է, ունեցար Աստված, ունեցար Քրիստոս, ես հույս ունեմ, որովհետեւ Աստված ունեմ, որովհետեւ Քրիստոս ունեմ, ամեն, փառք Տիրոջը, որովհետև Հիսուսն աշխարհ է եկել։ Սուրբ Հոգին այսօր մեր հետ է եւ մեր մեջ է։ Մենք որբ չենք։ Ամեն։ Այո, Հիսուսն երկրի վրա ծառայում էր սահմանափակ քանակի մարդկանց։ Հիսուսին հանդիպելու համար մարդիկ հեռվից գալիս էին նրա մոտ։ Իսկ այսօր նա Սուրբ Հոգու միջոցով ամեն տեղ է, ամենի հետ։ Հիսուսն այսօր Պաղեստինում չէ, իսկ այն ժամանակ Պաղեստինում էր։ Եթե տեղյակ եք, Հիսուս Պաղեստինի սահմաններից դուրս չեկավ, Հրեաստանի սահմաններից դուրս չեկավ։ Բայց հիմա նա ամեն տեղ է, նա Հայաստանում է, նա ամեն տեղ է։ Ալելույա, որովհետև նա մեր մեջ է, նա մեզ հետ է։ Ամեն։ Օրհնյալ լինի նրա անունը։ Իրեն հավատացողների սրտերում է նա բնակվում, երբ օգնության կարիք ունենք, նա մեզ հետ է, երբ միայնակ ենք, նա մեզ հետ է, եթե մենք հավատացյալ քրիստոնյա ենք, երբեք մենակ չենք լինելու, եթե անգամ ապրում ենք մենակ, անմարդաբնակ կղզում, եթե բոլորը լքեն մեզ, նա մեզ հետ է, Աստված մեզ հետ է, երբ սայթակում ենք կամ մեղանչում ենք, Աստված մեզ հետ է, երբեք չի լքում, մենակ չի թողում, եթե դու քրիստոնյա ես, մեղանչել ես, Սուրբ ծննդյան իմաստը մարդկանց մեղքերից ազատվելն է, ելք կա, ամեն։ Սաղմոս 48:14-ում գրված է. քանի որ այս Աստվածը մեր Աստվածն է հավիտյանս հավիտենից, նա մեր առաջնորդն է լինելու մինչև ուր, մինչև մահ։ Ամեն, ամեն։ Մենակ չես լինելու, եթե նրան հավատում ես, մենակ չես լինելու, եթե նրա խոսքը պահում ես, նրան վստահում ես։ Հիսուսն աշխարհ եկավ մանկան տեսքով, ապրեց մեր մեջ առանց մեղքի, չարչարվեց եւ խաչվեց երկու ավազակների հետ, որովհետեւ իր այրունով պիտի վճարեր փրկագինը մեղքի եւ վճարեց լեցուն գնով։ Ալելույա։ Խոստում ունենք։ Սրանով Աստծո սերը երևաց մեր մեջ, որ Աստված իր միածին որդուն ուղարկեց աշխարհ, որ նրանով կյանք ունենանք։ Առաջ Հովանու 4-րդ գլխի 9-10 խոսքերն են։ Սրանում է Աստծո սերը, որ ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ նա սիրեց մեզ եւ ուղարկեց իր որդուն, որպես քավություն մեր մեղքերի։ Ահա սա է փրկագնումը։ Նա իմ մեղքի գինը վճարել է,
նա ինձ ստրկությունից ազատել է եւ դա հիմք ունի, հիմքը Հիսուս Քրիստոսի վճարած գինն է, ամեն։ Շատերն այսօր մտածում են, որ ամեն ինչ կանցնի, ես ուզում եմ ասել նաև այն մարդկանց, ովքեր այսպես են մտածում, որ կարող են անպատիժ մնալ, շարունակել մեղք գործել, առանց Աստծո ապրել։ Մեր արած ամեն բանը մի օր հայտնի է լինելու նրան, երբ կանգնենք նրա առաջ։ Եթե նա երկայնամտորեն այսօր մեզ համբերում է, որ մենք սթափվենք, դա չի նշանակում, որ մի օր պատասխան չենք տալու նրան։ Հավատացեք նրան եւ ազատվեք դատապարտությունից։ Ժողովուրդ 16-ում կարդում ենք, որովհետև չար գործերի վճիռը շուտով չի կատարվում, այդ պատճառով մարդկանց որդիների սրտերը չարություն անելու փափագով է լցվում։ Մովսեսը մի օր Իսրայել ժողովրդին ասում էր ապաշխարեք, եթե այդպես չանեք, ահա Տիրոջ դեմ մեղք գործեցիք եւ իմացեք, որ ձեր մեղքերը մի օր կգտնեն ձեզ։ Մի սպասեք, որ ձեր մեղքերը մի օր գտնեն, այսօր ազատվեք այդ մեղքերից, որովհետև Հիսուսն եկավ, որ իր ժողովրդին ազատի իրանց մեղքերից։ Ամեն։ Տեսեք Տիմոթեոսին ինչ է գրում Պողոսը, առաջի Տիմոթեոս 5:24-25։ Կան մարդիկ, որոնց մեղքերը հայտնի են դատաստանից առաջ, իսկ ոմանց մեղքերն էլ հետո հայտնի կլինեն։ Այդպես է բարի գործերն էլ հայտնի։ Իսկ մյուսները, որ հայտնի չեն, ծածուկ մնալ չենք կարող։ Ալելույա։ Մենք բարի գործերով չենք փրկվում, փրկվում ենք հավատքով, փրկվում ենք Աստծո շնորհքով եւ Աստծո ողորմածությամբ։ Մեծ բան չի պահանջում մեզ, հավատա Տեր Հիսուս Քրիստոսին եւ կփրկվես դու եւ քո տունը։ Ամեն։ Հավատա Տեր Հիսուս Քրիստոսին եւ կփրկվես։ Աստված ներող է։ Երբ մարդը զղջում է եւ խոստովանում է, Աստված ներում է, իսկ երբ մարդը մտածում է, արեց անցավ գնաց, սա արդեն վիրավորում է հորը, հաշիվ տալու օր կա։ Հիսուս մեռել է մեր մեղքերի համար, ոչ թե նրա համար, որ մենք պահկվոցի խաղանք նրա հետ, այլ որ քայլենք նրա հետ, որովհետև ինքն եկել է, որ մեր հետ լինի։ Ես մի օրինակ եմ կարդացել, որ շատ նման է շատ քրիստոնյաների։ Քույր եւ եղբայր երեխաներ բակում խաղում են։ Եվ եղբայրը փայտը նետում անզգուշորեն եւ բակի սագերից մեկը սատկում է։ Քրոջն ասում է՝ տատիկ ինչ ասես, որ ես եմ սպանել։ Պատահական եղավ։ Քույրիկն ասում է՝ շատ բարի։ Իմ փոխարեն ամանները դու կլվանաս։ Ասում է համաձայն եմ, մենակ տատիկ ինչ ասես։ Առաջի օրը, որովհետև մի օր քույրներ լվանում, մի օր եղբայրը, առաջի օրը քույրը նայում է եղբորը, իմ հերթն է, բայց պիտի լվանաս, իրանք լռությամբ իրար հասկանում են, եղբայրը լվանում է, երկրորդ օրն իր հերթն է պիտի լվանա, երրորդ օրը նորից քույրը խորհրդավոր նայում է եղբորը, եղբայրը խելոք քնում է ու անում է, վերջապես այսպես մինչև եղբոր որտեղ որ պետք է հասնում է ու գնում է ասում է տատիկ, ես ուզում եմ խոստովանեմ, այն սագին անզգուշորեն ես սպանեցի։ Տատիկն ասում է, տղա ջան, ես պատուհանի մոտ կանգնած նայում էի եւ տեսա, որ դու սպանեցիր, բայց ուզում էի հասկանալ, դու որքան այդ գերությանը կդիմանաս։ Մեղքի գերությանը մի դիմացեք, պետք չի դիմանալ, խոստովանվեք եւ ազատվեք ձեր մեղքերից։ Ամեն։ Որովհետեւ Քրիստոս ծնվեց եւ հայտնվեց, որովհետեւ նրա անունը Էմանուել պիտի կոչվի, որ թարգմանվում է Աստված մեզ հետ։ Եկել է իմ մեղքերը վերցնելու, քո մեղքերը վերցնելու։ Մի պահի քո մեջ, մի պահի, քեզ պետք չի, նա մի օր քեզ հոգևորապես կսպանի, նա մի օր քեզ դժոխք կառաջնորդի։ Ալելույա։ Փառք Տիրոջը։
Իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է եւ արդար, մեր մեղքերը ներելու եւ սրբելու մեզ ամեն անիրավությունից։ Սիրելի քույրեր, եղբայրներ, մի ծածկեք Տիրոջից ոչինչ, նա միևնույն է գիտի ամեն բան։ Նա պատվանի մոտ կանգնած տեսել է քո արածը։ Նա տեսել է։ Նրա աչքից որևէ բան ծածուկ չի։ Օրհնյալ լինի նրա անունը։ Նա լսում է ամեն բան, նա գիտի ամեն բան։ Վերջացնեմ։ Վերջին գալուց առաջ ես ուզում եմ ասել ձեզ, որ այսօր լավագույն օրն է հասկանալու Սուրբ խորհուրդը, Սուրբ ծննդյան։ Հիսուսն եկավ, որ իր ժողովրդին ազատի իրենց մեղքերից։